վստահություն չկա մարդկանց առհասարակ ամեն ինչի հանդեպ իրանք իրենց վստահությունը կորցրել են։ Այս մեր նախագծի ձեռնությունը, որ մենք արել ենք, ինչ շատը դրա համար է, որովհետեւ մենք կարողանանք մարդկանց վստահությունը ինչ-որ մի ձևով հետ բերենք, որտեղ կան այսօր մարդիկ, ահագին մարդիկ կան հենց այս ապրիլի 2-ի հետ կապված դեպքերից սկսած, որը որ ասել ենք մենք արձերն գնալ ենք այնտեղ եւ ամեն ինչը անենք, որպեսզի մարդիկ վստահելով կան մեզի տան։ Կան նաեւ լիքը մարդիկ, որոնք որ ասում են մենք արդեն փոխանցել ենք այդ գումարները։ Իմ ընկեր Գրիգորը 2-3 հոգու հետ մտել են բանկ եւ ասել են կարող եք մեզ ասեք այդ հաշվի համարներով, որը որ փոխանցվել է այդ գումարը ուր է գնացել։ Իրանք մեզ չեն կարողացել պատասխանել այդ գումարը ուր է հասել։ Եվ այդպես մարդկանց միջև վստահությունը կորում է։ Մենք ուզում ենք ինչ-որ մի ձևով այդ սփյուռքի վստահությունը հետ բերենք։ Դա կլինի արձերն, այն չի, որ մենք այսօր ստեղ ենք, մենք ուզում ենք մեզի ոնց որ ռեկլամի նման անենք, չէ։ Այսօր մենք կարողանում ենք անել Բելգիայի կողմից ինչ-որ մենք մեր ձևով։ Թող այս նույն գործը, որը որ մենք անում ենք, թող մեկը լինի 2-3 հոգով տեղում, դա անեն Ֆրանսիայի կողմից։ Թող լինի խոսքի Իսպանիայի կողմից, Գերմանիայի կողմից, այն չի, որ մենք սա ասում ենք պետք է ամենը միանան մեզ, չէ, բայց ամեն մարդից թող անեն այն, բայց մարդկանց մեջ այդ վստահությունը թող հետ բերեն։ Դիրքերում տեսանք արծվաթև առույցների, իրոք քաջ տղեկ, հերոսներ, չգիտեմ, երևի ոչ մի լեզվի մեջ չկա բառ, որ ես կարող եմ անկեղծ եմ ասում, բնութագրել մեր հայ զինվորին։ Ասեք Օսեներն ասում է, որ 18 տարեկան տղաները չեն կարողանում, անփորձ են եւ այլն, ես հերք ունեմ, դա այդպիսի բան չկա, իրոք կատարյալ տիրապետում են ռազմական բոլոր գործողություններին, ամեն փամփուշտի հավաս ճշգրիտ տիպուկային եւ վճռական է եւ նրանց ռազմական ոգին ուղղակի զուտ նայելով եւ հետազոտելով մեր ամբողջ պատմությունը, ես վերապրեցի մեր պատմական բոլոր քաջերի, ինչպիսին է եղել Տիգրան Աշոտ Երկաթ, մեր վերջի պատերազմի Մոնթել, այսինքն մենք դիզոն ոչ, ես ուզում եմ մի բան մեջ բերել, ինձ համար Հայաստան-Արցախ համադրությունը դա նույնն է ինչպես մարմին եւ հոգի, չկա մարմին, հոգին չգիտեն, կամ դժոխք կամ դրախտ եւ երկուսն իրարից չեն կարող տարանջատ լինել, քանի որ առանց հոգու մարմինը մահանում է եւ ըստ իս Ղարաբաղը Հայաստանի հոգին է։